Անգլիական և իռլանդական լեգենդներ։ Քիլվիքը և Օլվենը։ Արքա Արթուրի պալատում օրերն անցնում էին խաղաղ, զուլալ արվակի ջրերի նման։ Միայն երբեմն ասպետներից որևէ մեկը հետաքրքիր արկածի էր հանդիպում։ Բայց միշտ չէր, որ կլոր սեղանի ասպետները իրենք էին գնում արկածներ որոնելու։ Տարիների ընթացքում նրանց փառքը տարածվել էր հեռու, և հաճախ օգնություն խնդրելու համար մարդիկ էին պալատ գալիս։ Օրերից մի օր խնդրանքով քամելոտ եկավ մի գեղեցիկ երիտասարդ ասպետ։ Նրա անհանգիստ ձին սմբակներով փորփրում էր գետինը։ Ալ-կարմիր վզնոցներով շները ծովային ճայերի նման պտտվում էին իրենց տիրոջ շուրջը։ Ասպետի գոտուց կախված էր փղոսկրյա մի մարտական շեփոր։ Իսկ պողպատե նիզակն ու ոսկե դաստակով թուրը սպառնագին փայլփլում էին։ Երիտասարդը բակում երկար չսպասեց և շտապ մտավ դահլիճ։ Տեսնելով անսպասելի հյուրին, արքա Արթուրը նախ շատ զարմացավ, ապա հարցրեց. «Ինչ ցանկություն ունես, երիտասարդ ասպետ»։ «Մեծ խնդրանք ունեմ, տերիմ», պատասխանեց անծանոթը։ «Իմ Էքսկալիբուր սրից, Փրիդվեն նավից և իմ կնոջից, Թագուհի Գինևրայից բացի, խնդրիր ինչ ուզում ես»։ «Այդ դեպքում գլխիս մազերից մի փունջ կտրիր, իբրև եղբայրության նշան», ասաց ասպետը։ Երբ Արթուրը մի փունջ մազ կտրեց, ասպետը շարունակեց. «Ես Քիլվիքն եմ, Քիլիդի որդին։ Իմ մայրը Գոլեդիդն է, իշխան Անլադի աղջիկը»։ «Օ, պարզվում է, որ դու իմ հորաքրոջ որդին ես։ Ես սիրով կկատարեմ քո խնդրանքը», ուրախացավ արքա Արթուրը։ «Տերիմ, ես սիրում եմ Օլվենին, Իսպադադեն Փինքորի աղջկան։ Նրան վիճակված է իմ կինը դառնալ, սակայն ես ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել նրան»։ «Երբեք չեմ լսել այդ օրիորդի անունը», պատասխանեց արքա Արթուրը։ «Բայց դու մի տխրիր, մենք իսկույն վետ ճամփա կընկնենք և կգտնենք Օլվենին»։ Արքա Արթուրը իր հետ վերցրեց Սըր Քեյին, Քինդելիգին, Գուրիր Գվալստատին, Մենեուին, Սըր Գևինին և Սըր Բեդիվերին։ Սըր Քեյը զարմանալի ուժեղ և տոկուն մարդ էր։ Նա կարող էր 9 օր անընդհատ քայլել առանց քնելու և 9 օր իրար վրա շունչը պահել թե ջրում, թե ցամաքում։ Քինդելիգը հրաշալի ուղեկից էր։ Նա երբեք ճանապարհը չէր կորցնում և չէր մոլորվում։ Գուրիր Գվալստատը տիրապետում էր աշխարհի բոլոր լեզուներին։ Մենեուն շատ հմայիչ էր, կարող էր հրապուրել ուզածդ մարդուն։ Սըր Բեդիվերը նվիրված ազնիվ ասպետ էր, իսկ Սըր Գևինը միշտ արկածների էր հանդիպում։ Եվ այսպես բոլորը միասին ճամփա ընկան։ Նրանք գնացին այնքան ժամանակ, մինչև հեռվում երևաց մի դղյակ։ Դղյակի մոտ մարգագետնում այծենակաչ հագած մի հովիվ ոչխար էր արածեցնում։ Ասպետները հարցրին նրան. «Ումն են այս դղյակը և ոչխարները»։ «Օ, միթե չգիտեք», զարմացավ հովիվը։ «Սրանք Իսպադադեն Փինքորինն են, իսկ դուք ովքեր եք»։ «Մենք կլոր սեղանի ասպետներ ենք և որոնում ենք Իսպադադենի աղջկան, Օլվենին»։ «Դժվար գործ եք ձեռնարկել», պատասխանեց հովիվը։ «Բայց եկեք իմ խրճիթը, գուցե կինս որևէ խորհուրդ տա ձեզ»։ Հովվի խրճիթում ասպետներն իմացան մի սարսափելի պատմություն։ Իսպադադեն Փինքորը սպանել էր հովվի 23 որդիներին։ Կենդանի էր մնացել միայն մեկը, որին մայրը թաքցրել էր։ Որդին այժմ մեծ էր, բայց պահվում էր քարե սնդուկի մեջ, որպեսզի Փինքորը նրա գոյության մասին ոչինչ չիմանա։ «Ճիշտ չեք անում, որ այդքան ուժեղ երիտասարդին պահում եք սնդուկի մեջ», ամբողջ պատմությունը լսելուց հետո ասաց Սըր Քեյը։ «Թող նա գա մեզ հետ։ Ես երդվում եմ, որ ոչ ոք նրա մազին չի դիպչի, քանի ես կենդանի եմ»։ Հետո ասպետները հարցրին Օլվենի մասին։
Հովվի կինն ասաց, որ աղջիկն ամեն շաբաթ այցելում է իրեն։ Քիլվիկն անչափ ուրախացավ։ Չէ՞ որ այդ օրը շաբաթ էր, իսկ նա արդեն հույսը կտրել էր, թե երբևէ կհանդիպի Օլվենին։ Շուտով եկավ Օլվենը։ Հագին կար կարմիր մետաքսե զգեստ։ Նրա սպիտակ պարանոցը զարդարում էր զմրուխտներով ու սուտակներով պատված մի ոսկե մանյակ։ Օլվենի մազերը վուշի գույն ունեին, այտերը վարդից էլ կարմիր էին։ Աչքերը փայլում էին բազեի աչքերի պես։ Օլվենը սենյակ մտավ և նստեց Քիլվիկի կողքին, կարծես նրան վաղուց ճանաչում էր։ Ես գիտեմ ինչու ես եկել, ասաց նա Քիլվիկին։ Գիտեմ նաև, որ քո մոր Գոլեդիդի խորհրդով դու ինձ վաղուց ես սիրում, թեև մինչ օրս չէիր տեսել։ Եթե իսկապես ուզում ես ինձ հետ ամուսնանալ, անհապաղ գնա հորս մոտ և խոստացիր, որ կկատարես նրա բոլոր ցանկությունները, որքան էլ դժվար լինեն դրանք։ Հակառակ դեպքում դու երբեք չես հասնի քո նպատակին։ Այս ասելով, Օլվենը դուրս եկավ խրճիթից։ Նա չնկատեց, թե ինչպես կլոր սեղանի ասպետները հետևեցին իրեն։ Հասնելով դղյակին, նրանք հաղթեցին 9 պահակներին, խեղդեցին 9 շներին և ներս մտան։ Քիլվիկն անցավ իսպադադեն, Փենքորի դահլիճը և ներկայացավ նրան։ Ուրեմն դու ուզում ես, որ իմ աղջիկը դառնա քո կինը, հարցրեց չար ծերուկը և առանց պատասխանի սպասելու շարունակեց։ Սկզբում դու պետք է կատարես մի քանի հանձնարարություն, որ հիմա քեզ կտամ։ Հավանաբար տեսել ես, որ դղյակի մոտ մի վարած արդ կա։ Շատ վաղուց ես այնտեղ 9 բուշել վուշի սերմ եմ ցանել։ Գնա գտիր այդ հատիկները, ցանիր մի ուրիշ տեղ, հավաքիր ստացածդ բերքն ու բարիքը և բեր էստեղ։ Օլվենի հարսանեկան քողն այդ վուշից պիտի գործվի։ Ես կկատարեմ ձեր հանձնարարությունը, պատասխանեց Քիլվիկը։ Շատ շուտ ես ուրախանում, կոշտ-կոշտ ասաց ծերուկը։ Այս գործը գլուխ բերելուց հետո դու պիտի գտնես Մաբոնին։ Նա իմ անտառապահը պիտի դառնա, սակայն չգիտեմ, թե այդ երբ էր կորավ 3 օրական հասակում։ Այնուհետև դու պետք է ավազակ դիլուս վարվակի մորուքի մազերից շինես մի պարան։ Պիտի բռնես մայր գայլ գաստ ռիմնի լակոտներին և բերես ինձ մոտ։ Բայց որպեսզի նրանք չփախչեն, պիտի կապոտես ավազակի մորուքից շինած պարանով։ Ամենավերջում ինձ համար պիտի բերես աժդահա գվերնախի սուրը։ Եթե այս բոլոր հանձնարարությունները կատարես, Օլվենը կդառնա քո կինը։ Քիլվիկը դուրս եկավ դահլիճից և կլոր սեղանի ասպետներին հայտնեց ծերուկի պայմանները։ Արքա Արթուրը ասպետներին ուղարկեց հանձնարարությունները կատարելու։ Առաջինը գործի անցավ Սրքեյը։ Նա երկար թափառեց, մինչև հասավ աշխարհի ամենամեծ դղյակին։ Այնտեղ ապրում էր աժդահա գվերնախը։ Էհեյ, ես սուրբ այլեցնող եմ, կանչեց Սրքեյը դարպասների մոտ կանգնած պահակին։ Հայտնիր տիրոջդ իմ գալստյան մասին։ Սրքեյին ներս կանչեցին։ Հսկայի դահլիճում նստած նա մեծ ջանասիրությամբ փայլեցնում էր գվերնախի սուրը։ Հսկան վարպետի հմտությամբ զարմացած ուշի ուշով հետևում էր նրա աշխատանքին։ Երբ սուրը պսպղաց և կապտաթույր շողեր արձակեց, գվերնախը վերցրեց այն Սրքեյից և դրեց պատյանը։ Սրքեյը խոժոռեց դեմքը։ Այժմ արդեն պատյանը միայն տգեղացնում է սուրը, դժգոհ ասաց նա, թույլ տուր դա էլ փայլեցնեմ։ Առանց որևէ բան կասկածելու, հսկան նորից Սրքեյին հանձնեց իր զենքը։ Ասպետը մեջքով շուռ եկավ դեպի նա, ձևացրեց, թե զննում է պատյանը, բայց գաղտագողի դուրս քաշեց սուրը և կտրուկ շրջվելով մի սոսկալի հարված հասցրեց գվերնախին։ Հսկան գետին տապալվեց, ինչպես փայտահատի կացնից կտապալվեր դարավոր կաղնի։ Սրքեյը արագ իր թամբին կապեց գվերնախի սուրը և սլացավ արքա Արթուրի մոտ։
Կորած Մաբոնին գտնելու համար Գուրիր Գվաստատը ետևում թողեց շատ լեռներ ու դաշտեր։ Իր ճանապարհին պատահած մարդկանց նա հարցնում էր անտառապահի մասին, բայց ոչ ոք չէր ճանաչում նրան, էլ ուր մնաց թե տեղն իմանար։ Վերջապես Գվալստատը որոշեց հարցուփորձ անել կենդանիներին։ Չէ՞ որ նա գիտեր աշխարհի բոլոր լեզուները։ Առաջինը Գվալստատին հանդիպեց Քիլգրիի սևակտուց կեռնեխը։ Լսիր, դու որևէ բան գիտես Մադրոնի որդի Մաբոնի մասին, որը կորել է ընդամենը 3 օրական հասակում։ Օ, երբեք չեմ լսել այդ անունը, պատասխանեց թռչյունը։ Գնա հարցրու եղջերուին։ Նրա հիշողությունն ավելի լավն է, քան իմը։ Ասպետը գտավ Ռեդինրեի եղջերուին, սակայն նա էլ չկարողացավ օգնել։ Եղջերուն Սր Գվլաստատին ուղարկեց արծվի մոտ։ Հիշեցի, ես մի անգամ լսել եմ այդ անունը, ասաց Գվեն Աբվիի արծիվը։ Եթե չեմ սխալվում, Լին Լիվի Սաղմոնն էր խոսում նրա մասին, էլ ոչինչ չգիտեմ, միայն այսքանը։ Հիմա էլ ասպետն իր մոտ կանչեց Սաղմոն ձկանը։ Այո, ես գիտեմ, թե որտեղ կարող ես գտնել Մաբոնին, ասաց Սաղմոնը։ Ես մի քանի անգամ անցել եմ Գլոստերի բանտի պատերի մոտով և լսել եմ բանտախցում մենակ նստած Մաբոնի տնկտնքոցը։ Միայն զենքի միջոցով կարելի է նրան ազատել։ Գուրիր Գվլաստատը արքա Արթուրին հայտնեց, որ արդեն գտել է կորած անտառապահի հետքը։ Լին Լիվի Սաղմոնը Սր Քեին և Սր Բեդիվերին տարավ հասցրեց Գլոստերի բանտը ու ցույց տվեց Մաբոնի տեղը։ Ասպետներն անաղմուկ ազատեցին անտառապահին, իսկ որպեսզի բանտի պահակները չնկատեին Մաբոնի փախուստը, արքա Արթուրն ու նրա մարդիկ մեծ աղմուկ բարձրացնելով սկսեցին մագլցել Գլոստերի պատերն ի վեր։ Մինչև պահակները գլխի կընկնեին, թե բանն ինչումն է, Մաբոնը և ասպետներն արդեն շատ հեռու էին։ Գուրիր Գվլաստատը մենակ մտքերով տարված վերադառնում էր Արթուրի մոտ։ Հանկարծ նրա աչքովն ընկավ մի մեծ մրջնանոց։ Շուրջը բռնկվել էր խոտը։ Կրակն արդեն սկսել էր տանջել մրջյուններին։ Ասպետն անմիջապես իջավ ձիուց և սրի հարվածներով հանգցրեց կրակը։ Շնորհակալություն քեզ, որ փրկեցիր մեր կյանքը, ասացին մրջյունները։ Մենք պատրաստ ենք հատուցելու այս բարի արարքի համար։ Ասա, ինչ ես ուզում, և մենք կկատարենք քո ցանկությունը։ Գվալստատը հիշեց Փինքորի հանձնարարություններից մեկը և հարցրեց. Դուք կարող եք բերել Վուշի այն 9 բուշել սերմը, որ Իսպադադեն Փինքորը ինչ-որ ժամանակ ցանել է իր դղյակի մոտ։ Իհարկե, պատասխանեցին մրջյունները, և շատ արագ կատարեցին նրա խնդրանքը։ Արևմուտին Վուշի ամենավերջին հատիկը Գվալստատին հասցրեց կաղ մրջյունը։ Նույն օրը արքա Արթուրն իմացել էր, թե որտեղ է թաքցնում իր լակոտներին մայր գայլ Գաստ Ռիմնին։ Բայց նա հիշում էր նաև, որ գայլի ձագուկներին կարելի է տուն բերել միայն Դիլուս Վարվակի մորուքից շինած պարանով։ Ուստի Արթուրը իր ուժեղ ասպետներին, Սր Քեին և Սր Բեդիվերին ուղարկեց ավազակի մորուքը ձեռք բերելու։ Ասպետները չսպանեցին Դիլուս Վարվակին։ Եթե ավազակը մեռներ, մորուքի մազերից այլևս պահանջված պարանը չէր ստացվի։ Այդ պատճառով էլ ասպետները սպասեցին, մինչև ավազակը քնեց։ Հետո կտրեցին նրա մորուքը, մազերից պարան շինեցին և գնացին արքա Արթուրի հետևից։ Նրանք հասան գայլի որջը, լակոտներին բռնեցին, կապոտեցին պարանով և քարշ տվին դղյակ։ Եվ այսպես, կլոր սեղանի ասպետների օգնությամբ Քիլվիքը կատարեց Իսպադադեն Փինքորի բոլոր պայմանները։ Ասպետների խմբի հետ նա դղյակ մտավ Օլվենին պահանջելու, բայց Իսպադադեն Փինքորը այլևս չկար։ Հովվի որդի Գորոն սրի մի հարվածով թռցրել էր չար ծերուկի գլուխը, առնելով իր 23 եղբայրների մահվան վրեժը։